Պետք է պատրաստ լինեն նաև լսելու անձնական վիրավորանքներ, այո։ Փաշինյանի ստատուսների հայոյախառն բովանդակությունից չի ցնցվել ՔՊԱ-ական Հերիկ Նաստիգրանյանը, որի հիմնադրած ՀԿ-ի անվան մեջ կա կրթություն բառը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը կարծում է, սուր որակումներ կարող են լինել քաղաքական խոսքում։ Վարչապետը օգտագործել է բառամթերք կոնկրետ անձի վերաբերյալ, որին ինքը արժանի է, եւ ես էլ կօգտագործեի այդ բառամթերքը այդ մարդու վերաբերյալ։ Իր քաղաքական առաջնորդի հայտարարած արշավին միանում է Արթուր Հովհաննիսյանը, սպառնում պատռել իր բառերով սրբապիղծների դիմակները։ Մենք թե եկեղեցական, թե եկեղեցից դուրս գտնվող բոլոր սրբապիղծների դիմակը պատռելու ենք, հերթով, անուն առ ազգանուն, բոլորի դիմակը պատռելու ենք, բոլոր այդ սրբապիղծների, որոնք թաքնվել են սքեմի տակ, այս 7 տարի է, ամենավերջին բառամթերքով, ամենալկտի պահվածքով, կրոնի եւ սրբության հետ կապ չունեցող վարքագծով, թիրախավորում են Հայաստանի Հանրապետության պետականությունն ու հայ ժողովրդին, մենք այդ բոլոր սրբապիղծների դիմակը հերթով պատռելու ենք, անուն առ անուն։ Այսպես կոչված սրբապիղծների կուսակրոնության ուխտը դրժած հոգևորականների անունները չի տալիս Արթուր Հովհաննիսյանը, կգա նաև դիմակները հատիկ առ հատիկ պատռելու ժամանակը, ասում է ՔՊԱ-կանը։ Անունների մասով կգա ժամանակը, դուք կտեսնեք, թող ավելի հետաքրքիր լինի այդպես։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ արշավանքով Փաշինյանը փորձում է հանրության ուշադրությունը շեղել։ Համոզված է Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանը։ Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը ձախողել է ամեն ինչ եւ դա արդարացնելու համար անցել է ղժղժոցի։ Այդ գրառումը անարգալից լինելով ուղղակի պարզ խուլիգանություն է։ Ջղաձգվում, ղժղժում, գորգորում, հայհոյում է անվստահ մարդը։ Փորձելով իր ղժղժոցով հայհոյանքներով իր անվստահությունը փողարկել եւ ուժեղ տղա Երևան։ Փաշինյանի ջղաձգումները ուժգնանում են, երբ ամեն անգամ թշնամու հերթական կրակոցը ապացուցում է խաղաղության դարաշրջան չի բացվում, ասում է падգամավոր Խաչատրյանը։ Իրենք հասկանում են, թե ինչ վիճակի են հասցրել երկիրը։ Իրանք վերջեվերջո հասկանում են, չէ՞ որ խոզնավարում ադրբեջանցիներն են կրակել, այլ ոչ թե հանգուցյալ Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինը։ Եվ այս ճղճղոցով փորձում են շեղել մարդկանց ուշադրությունը այս խնդիրներից։ Հայ առաքելական եկեղեցին թիրախավորում է Հայաստանի վարչապետը Երևանից եւ Ադրբեջանի հոգեվոր առաջնորդը Բաքվից, նկատում է պատիվ ունեմ խմբակցության ղեկավարը։ Հայկ Մամիջանյանին չեն զարմացնում Փաշինյանի հայոյախառն գրառումները։ Նա ուզում է հասկանալ, դրանք կարդալիս ինչ են զգում ՔՊԱ-ականները, որոնց մեծ մասը հավանաբար մկրտվել է հայ առաքելական եկեղեցում։ Կարդան ու հրապարակային պատասխանել պետք չի, իրանք իրանց մեջ պատասխանեն մի հարցի։ Իրանք դրատակ մտնել պատրաստ են։ Եթե իրանք չեն մտածել դրա մասին Արցախի հանձնման ժամանակ, խայտարակ կազմակերպված պատերազմի ժամանակ եւ այլն, հիմա դրատակ մտնել պատրաստ են։ Մամիջանյանը քաղաքական դիակ է որակում Փաշինյանին ու ցավ հայտնում, որ նրան դեռ չի հաջողվել հեռացնել իշխանությունից։ Դիակները երբ որ ժամանակին չես հավաքում, գարշահոտություն են տարածում։ Ու դա առաջին հերթին մեր մեղավորությունն է։ Կարնե Մանգասարյան, Նորայր Հակոբյան, Հայլուր։